Գլխիկոր է Փաշինյանը։ Ես մեղավոր եմ։ Համասել է հայհոյախոսությունը Հայաստանում չպետք է տեղ ունենա, համ էլ անձամբ է հայհոյախոսել։ Դրա համար էլ ես Կիրակի օրերը գնում եմ եւ Խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում։ Այս Կիրակի էլ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում է ծնկի գալու Հայաստանի վարչապետը, որ հայհոյախոսությունը մեղք է որակում, բայց ձեռքի հետ էլ հասկացնում։ Մեղք չի գործել, երբ ասել է սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել։ Մայրաթորի Փաշինյանի ձևակերպմամբ ազատագրումը շարունակվելու է։ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Ու ոչինչ, որ ժողովուրդը, որին այսօր էլ Փաշինյանն այսպես է սեր խոստովանել, թող լինի Փաշինյանի ասած աննման ժողովուրդը, ժողովրդական աջակցությամբ չի ողջունում ՔՊ-ի հայ առաքելական եկեղեցու դեմ քայլերը։ Ապուշություն է, անետետություն է։ Կմիանակ այդ շարժման, որ Գարեգին երկրորդին հանեն Մայրաթորից։ Չէ, իհարկե, բա մեր Մայրաթորն է, մեր գալիս են մի հատ կնունքա, հարսանիքա, թաղումա իրանքը, չէ, ես աղաղորդնում։ Դա եկած պապական, դա թազա ադատ-մադատմեն իմ գլուխս չել եմ մոտնում, ես օրինակ իշտեսել եմ իմ մեծերից, են էլ սովորալ ենք։ Քրիստոնյա եմ, ես եկեղեցու կամ։ Լսել են այս մարդիկ վարչապետի հայտարարությունը, թե վաղարշապատ խոշորացված համայնքի ավականու ընտրություններին ՔՊ-ի հաղթանակը կարևոր լիցք ու մանդատ է տվել իշխանությանը, կտրիչ Ներսիսյանին Գարեգին երկրորդին նկատի ունեն, գահընկեց անելու համար։ Որ որոշեն մի օր էլի գան, ինչ կանեք։ Ինչ պետք է, այս ժողովուրդ կաղբակը կանգնացնի, ինչ պետք է։ Բայց որոշեցին իշխանականները, թե երբ են ազատագրում անունով օպերացիայով գրոհելու Մայրաթորը։ Մեր համախոհները Ըստ պտտվող լուրերի դա ուզում էին անել հոկտեմբերի 27-ին ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության օրը։ Մարդիկ չհավաքվեցին, չարեցին։ Ուզում էին անել նոյեմբերի 4-ին ամենայն հայոց կաթողիկոսի ձեռնադրության եւ օծման օրը։ Մարդիկ չհավաքվեցին, չարեցին։ Ընդհանրապես ամառվանից ազատագրում են Մայրաթորը, մարդիկ չեն հավաքվում, չեն անում։ Հիմա էլ ըստ պտտվող լուրերի ուզում են Գարեգին երկրորդի դեմ հանրահավաքը իրականացնել այն օրը, երբ վաղարշապատ խոշորացված համայնքի ավականիում մեծամասնություն ՔՊ-ն քաղաքապետ կընտրի իր թեկնածուին Արգիշտի Մեխակյանին։ Դե գիտեք, Էջմիածնի կենտրոնական հրապարակի գաղափարը դեռ ընթացքի մեջ է, կտեսնենք։ Ինչու է Փաշինյանը զգուշավոր դարձել Էջմիածնում հանրահավաքների հարցում։ Սուրբ եկեղեցու Փորձագիտական կարծիքները տարբեր են։ Դրանցից մեկի համաձայն վաղարշապատում ընտրելու իրավունք ունեցողների 20%-ն է միայն ձայն տվել Փաշինյանի թիմին։ Այդպիսով մնացած վաղարշապատցիները դեմ են եկեղեցուն պատերազմ հայտարարած Փաշինյանի ծրագրին։ Ըստ փորձագիտական մեկ այլ կարծիքի, Փաշինյանը փոքր-ինչ նահանջել է, քանի որ նրան անգամ իր աջակցությամբ հրավիրված աղոթքի նախաճաշի ժամանակ, անգամ ոչ հայ առաքելական եկեղեցու հետևորդ հյուրերն են ասել. մեր Տեր անթույլատրելի կարմիր գծեր է հատում հայ առաքելական եկեղեցու հարցում։ Եսայու մարգարեության ասելով This is Yerevan. Աղոթքի նախաճաշից մտահոգ էր դուրս եկել օրինակ քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության անդամը։ Նա քաղբանտարկյալ է անվանել Շիրակի թեմի առաջնորդին ու հայտարարել, որ ինքը ավետարանական է, բայց չպետք է գործիք դառնա ժամանակավոր իշխանության ձեռքում եւ օգնի քանդել 1800-ամյա հայ առաքելական եկեղեցու հիմքերը։ Ավետարանականներն ու կաթոլիկները չպետք է թողնեն, որ Հայաստանի իշխանությունն իրենց օգտագործի հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ամենամեծ խնդիրը լուծված է։ Փաշինյանի խոսքից հասկանում ենք, որ հայ առաքելական եկեղեցում գահակալող Գարեգին երկրորդ կաթողիկոս տեսնելը իր համար մեծ խնդիր է, բայց ամենամեծը չէ։ Ամենամեծն արդեն լուծել է, լիարժեք վերականգնել է իր հոգևոր կյանքը։ Որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ։ Ես այնտեղ գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ։ Հա որ։ Հայ առաքելական եկեղեցու որ մի շարքային հետևորդին են եկեղեցիներում ծափերով ընդունում։ Հայաստանի ղեկավարը եթե հավակնում է գահակալ փոխել, դա իմ գնահատմամբ ուրեմն
մանդատի չարաշահում է։ Մայրաթորի հայցակարգային գրասենյակի պատասխանատուն իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ եւ մեր պատասխանը թեմայով ֆորումի ժամանակ է նկատել։ Ապարդյուն են Գարեգին երկրորդին ժողովրդից կտրված ներկայացնելու ՔՊ-ի ջանքերը։ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, որի 1/3-ը հոգևորականներ են, 2/3-ը աշխարհականներ։ Ի տարբերություն այլ եկեղեցիների, հայ առաքելական եկեղեցում ժողովուրդը մասնակցում է գահակալների ընտրությանը։ Եվ ուրեմն Գարեգին երկրորդը նաև ժողովրդի ընտրությամբ է կաթողիկոս։ Արփիս Քեսյան, Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։